Փառք Հիսուսին։ Տեր օրհնի ձեզ առատորեն, փառք Հիսուսին։ Հետո մենք հիմա կարող ենք վայելել Աստծո ներկայությունը ինչ որ միջափով պատկացրեք երկնքում ինչ կլինի։ Երբ որ այս մարմինը չի լինի, երբ որ մեր մտքերը չեն լինի, հոգսերը չեն լինի, ինչ կլինի երկնքում, թող իր անունը փառավորվի։ Քրիստոնյաները պիտի ապրեն երկնքի հույսով, որովհետև այս երկրի վրա մենք ոչ մի հույս չունենք։ Մեր ամբողջ հույսը, սիրտը, կյանքը պահված են երկնքում։ Այո։ Բայց Աստված այդքան շուտ չի տանում մեզ, պահում է երկրի վրա, ասում է մի քիչ էլ դժվարություններ պիտի քաշես, մի քիչ էլ նեղություններ, մի քիչ էլ պիտի տանջվես, բայց ամենակարևորը նպատակի համար է պահում։ Նյութ կա Աստվածաշնչում, որը շատ հաճախ ենք խոսում, անպայման դա կրկնելու կարիք ունի։ Բացառեք ինձ հետ Մատթեոս ավետարան վերջի գլուխը։ Մի կարևոր հատված, որի մեջ ամփոփված են քրիստոնյայի կյանքի շատ բաժիններ, շատ բաժիններ։ Այսօր պիտի խոսեմ դրա մասին։ Մատթեոսի ավետարան 28-րդ գլխի 16-րդ խոսքից պիտի կարդամ մինչև վերջ։ Սա այն պահներ, որ Հիսուսը արդեն հարություն էր առել ու հանդիպում էր իր աշակերտների հետ։ Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը իրենց որոշել էր։ Երբ նրան տեսան, երկրպագություն արեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին, եւ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց ու ասաց. «Ամեն իշխանությունից տրվեց երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք, մկրտեցեք նրանց հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, սովորեցրեք նրանց, որ այն ամեն բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը»։ Ամեն։ Հալելույա։ Ինչքան օրհնյալ հատված է։ Սուրբ Հոգին վաղուց դրել էր սրտումս, որ անպայման այս հատվածը մի անգամ էլ վերանայենք իրար հետ, բայց փաստորեն Սուրբ Հոգին նաև սուրպրիզներ ունի մեզ համար պահված։ Հետաքրքիր է, որ երբ որ այս հատվածը աղոթքի մեջ ծամում էի, կարծես մտածում էի դրա վրա Հիսուսի հետ միասին, խոսեց ինձ հետ մի ուրիշ բաժնի մասին, որ մի փոքրիկ հատված հիմա կվերցնեմ այստեղից, ամբողջը չեմ խոսելու այսօր, մի խոսք միայն կվերցնեմ այստեղից ու մենք այդ նույն խոսքը կնայենք 3 տարբեր ձևերով, 3 տարբեր ավետարաններում։ Լավ, որովհետև ամեն մեկը ամփոփում է մի ճշմարտություն, որը մեր կյանքի համար շատ կարևոր է, ամեն մի ճշմարտությունը մեր կյանքի համար շատ կարևոր է։ Նաև այդ 3-ը իրար հետ ամբողջացնում են կարծես թե այս պատգամը։ Եկեք մի պահ ավելի մանրամասն ուշադրություն դարձնենք այս խոսքին եւ առանձնացնեմ այդ փոքրիկ հատվածը։ 18-րդ խոսքում Հիսուսը հենց խոսում է իր աշակերտների հետ, առաջին բանը որ ասեց, ի՞նչն էր։ Մոտենալով խոսեց նրանց ու ասաց. «Ամեն իշխանությունից տրվեց երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը»։ Այս ուրեմն գնացեք բոլոր ազգերը, միայն սրա վրա պիտի կանգ առնենք։ Գիտեք, Հիսուսը կարծես թե մոտեցավ աշակերտներին, ասաց ամեն իշխանություն ինձ տրվեց, ուրեմն գնացեք։ Վերջը սրա մեջ լուրջ իմաստ կա, կապակցված։ Ես հավատում եմ, որ Հիսուսը շատ լակոնիկ էր խոսում։ Արտահայտում էր ամբողջ միտքը շատ քիչ խոսքերի միջոցով, շատ քիչ բառերի միջոցով։ Բայց մենք կարիք ունենք այդ ավելի լցնելու դրանք բառերով ու հասկանալու, ու մեր կյանքը ուժեղացնելու։ Եվ այս ամբողջ խոսքը վերջացավ ամեն օր ես ձեզ հետ եմ։ Այս փոքրիկ հատվածը միայն այսքանը պիտի ուսումնասիրենք։ Ինչ էր նշանակում, որ ամեն իշխանությունից տրվեց, ամեն օր ես ձեզ հետ եմ, ուրեմն գնացեք։ Փորձենք մի պահ մտածել սրա մասին։ Չէ՞ որ մենք այն մարդիկ ենք, որ հաղորդակցություն ունենք Հիսուսի հետ։ Նախ Աստծո զինվորներ ենք դարձել։ Մենք եղել ենք սատանայի զինվորներ, կամ եկա որ չի եղել սատանայի զինվոր։ Մենք եղել ենք սատանայի զինվորներ ու նրա գործերը բավականին հավատարմությունով կատարել ենք, այդպես է թե չէ։ Ապրել ենք մեր եսի համար, մեր մտածածի, մեր ամեն ինչի համար, բայց երբ որ հանդիպեցինք Հիսուսի հետ, մեր կյանքը փոխվեց։ Ու ձեզ այն շատերը իսկապես փոխված կյանք են ապրում։ Եվ հենց այդ ժամանակ, երբ որ դու հանդիպում ես Հիսուսի հետ, մեկ էլ Հիսուսը քեզ ասում է գնա, ես քեզ ուղարկում եմ։ Սա հնչում է որպես հրաման, որովհետև դու դարձել ես իր զինվորը։ Ու մեկ էլ Հիսուսը խոսում է քեզ հետ ու ասում է գնա։ Ամեն իշխանություն ինձ ատրված երկնքում ու երկրի վրա ու ամեն օր ես քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Հենց դու իրեն հետ հաղորդակցություն ունեցար, հենց այն առաջին պահից։ Հիշում եք Պողոս առաքյալի առաջին հանդիպումը Հիսուսի հետ, ասաց ես քեզ ուղարկելու եմ հեռավոր հեթանոսներին։ Հենց սկզբից իմացավ Պողոսը, թե ինքը ով է լինելու Հիսուսի համար։ Երկրի վրա իր ապրելու կյանքի նպատակը որն է լինելու։ Ուզում եմ որ դու էլ իմանաս, նայիր այս հատվածին ուշադրությամբ, ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա տրված է Հիսուսին։ Ամեն օր այդ իշխանությունն ունեցողը քեզ հետ պիտի լինի մինչև աշխարհի վերջը, մի պայմանի դեպքում, եթե դու հնազանդվում ես այս հրամանին, եթե դու գնում ես Հիսուսի համար։ Սա չի նշանակում, որ այդ իշխանությունը երկնքի ու երկրի վրա եղած այդ մեծ իշխանությունը վերցնելով ու Հիսուսի ներկայության խոստումը ուրախ քեզ համար վերցնելով դու կարող ես ապրել քո էգոիզմի համար։ Սա բոլորովին դա չի նշանակում։ Այս մի խոսքը գնացեքը կարծես թե պայման լինի այս դեպքում։ Կարծես թե մի բան է, որ Հիսուսը քեզ ասում է ես քեզ հետ եմ, իմ իշխանությունն էլ ինձ հետ է, որ քեզ հետ է նորից։ Ու գնա, տար այսինքն այս բոլորը իրար հետ։
Եթե փորձենք ուշադրությամբ մտածել ու նաև հաշվի առնել Աստվածաշնչում գրված մնացած խոսքերը, որոնք ուղղված են քրիստոնյաներին, մենք տեսնում ենք, որ քրիստոնյան իրենից ներկայացնում է մի անոթ, որը իր մեջ կրում է Հիսուսի անունը, այո, երբ որ Պողոս առաքյալը ապաշխարեց, դեռ Պողոս չէր, դեռ առաքյալ չէր, անունը Սողոս էր, ու Աստծուն հակառակ մի մարդ Աստծո եկեղեցին էր հալածում, քրիստոնյաները նրանից վախենում էին, չէին ուզում իր հետ հանդիպել, կկարդաք դա մի քանի անգամ գրված Գործք առաքելոցում, բայց երբ որ Հիսուսի հետ հանդիպեց ու կուրացավ այդ հանդիպման ժամանակ, որովհետև Հիսուսի փառքի լույսը շատ մեծ էր, ու գրված անկավ գետնին, դրանից հետո 3 օր ինքը կույր մնաց միտեղ, բայց երրորդ օրվա մեջ մեկ էլ խոսում է Հիսուսը իր աշակերտներից մեկի հետ, գրված է մի աշակերտ կար Անանիա անունով, ասաց գնա այդ մարդու մոտ, նրա վրա ձեռք դիր որ տեսնի, ինքն էլ հենց հիմա տեսիլք է տեսնում, որ Անանիա անունով մեկը մտել է իր մոտ ու ձեռք է դրել իր վրա։ Անանիան ասաց ինչպես գնամ, այդ մարդը եկել է որ մեզ հալածի, որ մեզ սպանի, մեզ բան դնի, նեղություն տալու համար միայն, ասաց դու գնա, գիտեք ես գնան քանի անգամ է հնչել Հիսուսի բերանից, ու որքան անգամ ինքը աշակերտներին էլ ուղարկեց, երբ երկրի վրա էր ապրում, ինքը երկրի վրա չի, նստած ahorաջ կողմում, տեսիլքով երևաց Անանիային, ասաց դու գնա, դու պիտի այս հրամանը միշտ կատարես, բայց այնքան հետաքրքիր է այս խոսքը, ես այստեղ ուրիշ բաներ ունեմ ասելու, բայց մի բան ուշադրություն դարձրեք։ Անանիան կարծես թե իր չգնալը Սողոսի մոտ ուզում է արդարացնի նրանով, որ այդ մարդը չարություն է ուզում գործի իմ նկատմամբ։ Ինչ որ բանով փորձում է արդարացնի ու չգնա, բայց Հիսուսի խոսքը ինչպիսին էր։ Չհորդորեց, գլուխը չշոյեց, չասեց ոչինչ տղա ջան, ես քեզ կօգնեմ, ասաց դու գնա։ Կարդում եք այդ խոսքը 9-րդ գլխում է գրված 15-16 խոսքերում։ Նաև դրան ուզում եմ գումարել շարունակությունը, որովհետև գրված է, որ նա ինձ համար ընտիր անոթ է իմ անունս կրելու հեթանոսներին, եւ պիտի ցույց տամ նրան, թե որքան պիտի չարչարվի իմ անվան համար։ Հետաքրքիր է, չէ՞ Հիսուսի խոսքը, Հիսուսի կամքը։ Ուրեմն ինչ էր ասում։ Ասեց այն մարդը, որի մոտ դու պիտի գնաս, ընտիր անոթ է, որ իմ անունս պիտի կրի։ Մի պահ պատկերացրեք, դուք այդ անոթներն եք, որ արդեն ունեք Հիսուսին ձեր մեջ, որ արդեն Հիսուսը իր անունը դրել է ձեր մեջ, ու չի նայել ձեր թերություններին, չի նայել ձեր աննազանդություններին, չի նայել, որ դուք կապրեք ձեր համար, որ ուրիշներին վերևից կնայեք, համարելով, որ դուք Աստծո ժողովուրդ եք, իսկ նրանք չգիտեմ ովքեր են, որ նրանք սատանայի ժողովուրդ են։ Ոչ մի բան հաշվի չի առել Հիսուսը, դրել է իր անունը քո մեջ ու հրաման է տվել, ասել է գնա, տար իմ անունը։ Տար հեթանոսներին, տարեն մարդկանց, ովքեր չեն ճանաչում, դու պարտավոր ես քո կյանքի նպատակը իրականացնելու։ Ուզես թե չուզես, հավատաս սրան թե չհավատաս, դու մնում ես այն անոթը, որի մեջ դրված է Հիսուսի անունը։ Ու ինքը ունի այդ բոլոր իշխանությունը երկնքում ու երկրի վրա ու քեզ ասում է տար իմ անունը։ Երբ որ Հիսուսը ասաց ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը, ինչ էր ասում սրանով։ Ու մանավանդ այդ ընթացքում մինչև դա ասաց գնացեք։ Կարծես ուզենար ասել ես քեզ հետ եմ։ Դու էլ գնա, որովհետև որ գնաս ես քեզ հետ կգամ ուր որ գնաս։ Որովհետև եթե դու գնաս հեթանոսների, որովհետև դու գնաս անավատների մոտ, ես քո կողքին կլինեմ ախր։ Ես ուզում եմ որ այդ մարդիկ էլ ինձ ունենան։ Հասկանաք Հիսուսը միշտ է խոսում իր ժողովրդին։ Ասում է տարեք ինձ, գնացեք ինձ։ Կարծես թե այս խոսքը, մի գնացեքը նշանակում էր որ այդ ամբողջ իշխանությունը վերցրած դու գնա, որովհետև քո առաջ ոչ մի բան չի կանգնելու։ Դու բոլորը քանդելով կգնաս, սատանան ոչ մի արգելք, ոչ մի բան չի կարող դնել քո առաջ։ Միայն մի բան կա, որ քեզ քանգարի այդ ճանապարհի վրա, քո ներսում է այդ արգելքը։ Երբ որ դու չես ուզենա գնալ, երբ որ Անանիայի նման արդարություն կփնտրես, որ չգնաս, այն ամենակո աչքին վատ երևացած մարդու մոտ դու գնա, որովհետև Հիսուսը քեզ հետ է ու երկնքի ու երկրի իշխանությունը իր մոտ է, իրենն է։ Հետարքիր է, չէ՞ որ չի հորդորում Հիսուսը, որ դու լավն ես դրա համար գնա։ Չի ասում գնա նրա համար, որովհետև չգիտեմ դու լավ տաղանդներ ունես, լավ երգել գիտես, լավ ճարտար խոսել գիտես, sense բաների համար չի ասում գնա, ասում է գնա, որովհետև ես քեզ հետ եմ։ Երբ որ Մովսեսին ասեց գնա Եգիպտոս իմ ժողովրդին դուրս բերելու, տեսնեք ինչքան է Աստված ասել գնա այս արտահայտությունը, այս մի բառը, այս հրամանը, ասեց գնա իմ ժողովրդին դուրս բերելու, ասեց ով եմ ես որ գնամ։ Չասեց դու լավ, զորավոր, չգիտեմ ինչքան տաղանդներ սովորած, կրթված, ասեց ես քեզ հետ եմ լինելու։ Ու սա ամենակարևոր բանն է։ Եթե իսկապես ուզում եք, որ Հիսուսի ձեր հետ լինելը իսկապես շոշափելի ձևով երևա, կարիք կա հնազանդվելու այս հրամանին։ Մի բան լասեմ։ Տեսեք, հաճախ մարդիկ չեն գնում, որովհետև մտածում են ես դե թույլ հավատքի մեջ, չգիտեմ, չէ դու պիտի գնաս, որովհետև քո կյանքի իմաստն ու նպատակն է դա։ Եթե դու նստես տանը ու ասես դեռ ես պատրաստ չեմ գնալու, գուցե իսկապես պատրաստ ես, գուցե կարիք կա պատրաստվելու, դրա մասին դեռ կխոսեմ այսօր։ Բայց մեկը քո կյանքի իմաստը պիտի իրականացնես, դու պիտի գնաս։ Գուցե այդ գնալը հեռու չի լինի, մոտիկ կլինի, բայց դու պիտի գնաս։ Դու անընդհատ պիտի գնաս։ Ամեն անգամ, որ դու խոսես մարդկանց հետ, ու կասես Հիսուսը իմ կողքին է, դու կզգաս, որ Հիսուսի ներկայությունը քո մեջ ավելի կուժեղանա։ Գիտես ինչու՞։ Որովհետև նա քո կողքին է, ուզում է, որ դու դա խոսես մարդկանց։ Դրա համար ասում է գնա։ Մեկ-մեկ քո վիճակին նայելով,
Կամ կնայես ինչ-որ իրադրությունների ու հանկարծ չես ուզենա գնալ։ Հիշիր, որտեղ էլ որ դու լինես, այդ իշխանությունը ու Հիսուսի ներկայությունը միշտ քեզ հետ լինելու։ Ու դու մնում ես նույն անոթը, որը կրում է Հիսուսի անունը, որը իր մեջ պարունակում է Հիսուսի անունը։ Լավ, այս հատվածը կարծում եմ շատ բավականին մեզ խոսում է նրա մասին, որ պետք է գնալ ու ամեն մի քրիստոնյա, ով որ Հիսուսի հետ հանդիպել է, ինքը դառնում է գնացող։ Առաջին հերթին դու գնացող ես դառնում քո ամենամոտիկ շրջապատում, բայց եկեք առաջ չընկնեմ։ Բացառիկ ինձ հետ Մարկոսի ավետարանը, նույն միտքը տեսեք ինչպես է գրված Մարկոսի ավետարանում 16-րդ գլխի 15-րդ խոսքում։ Քրիստոնյաները հաճախ սիրում են ավելի հանգիստ կյանք, քան թե ինչ-որ աշխուժությունով լցված, բայց կարիք կա, որ մեր կյանքը սկսի շարժվել։ Նայեք 15-րդ խոսքում ինչ է գրված, եւ ասաց նրանց. գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Այստեղ մի փոքր տեսանկյունը փոխվում է, բայց ոչինչ չի փոխվում, էությունը նույնն է։ Հիսուսը հանդիպեց իր աշակերտների հետ, ասաց գնացեք, ավետարանը քարոզեք։ Որտեղ էր այդ ավետարանը։ Այս աշխարհի վրա որտեղ կա Աստծո խոսքը։ Չէ՞ որ քո մեջ։ Չէ՞ որ դու լսել ես Աստծո խոսքը ու ընդունել ես այդ խոսքը։ Դու իրավունք չունես լռելու։ Այդ խոսքը քեզ չի տրվել միայն նրա համար, որ դու փրկվես։ Այդ խոսքը քեզ տրվել է, որ դու քո կյանքի իմաստը, կյանքդ իմաստավորված անցկացնես, որ քո կյանքի իմաստը հասկանաս։ Որ դու իմանաս, որ դու այն անոթն ես, որ քո մեջ ավետարան ես կրում։ Գիտեք ինչ է նշանակում ավետարան։ Բարի լուր, դու ցանկացած մարդու կարող ես մոտենալ, այն ամենատխուր, այն ամենավատ վիճակում գտնվող պահին։ Ասել ես քեզ համար բարի լուր ունեմ։ Մեկը կա, որ քեզ շատ սիրելուց մահացել ու հարություն առել։ Ու պատրաստ այսօր նորից իր կյանքը տալ քեզ համար։ Քեզ ծառայել հենց այսօր։ Այդ որ մարդն է, ինչ նեղության մեջ, ինքը պիտի սրանից չշարժվի։ Բարի լուր ունես քո մեջ, որ քո բոլոր դժբախտությունների լուծման վայրը կա, տեղը կա։ Հիսուսն է, որի մեջ դու պիտի մտնես։ Մի անգամ էլ նայեք 15-րդ խոսքին, ասաց նրանց. գնացեք բոլոր աշխարհ, ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Սա ինչ է նշանակում, որ նախ կարիք կա բոլորին քարոզելու, ոչ մեկին բաց չթողնես հանկարծ։ Մեկ էլ գնացեք բոլոր աշխարհը։ Սա սահմանափակում չի դնում։ Գնացեք ամեն տեղ, որտեղ մարդ կա, կլինի մոտիկ, կլինի հեռու, որտեղ մարդ կա, որտեղ մեկը կա, որ Հիսուսի մասին չգիտի, դու պարտավոր ես նրան խոսել։ Ու եթե չես խոսում, դու քո կյանքի իմաստը չես իրականացնում, քո կյանքի նպատակը չես իրականացնում։ Եվ ասաց նրանց գնացեք բոլոր աշխարհը ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Ավետարանը քարոզել, գիտեք սա ինչ է նշանակում։ Եկեք մի փոքր սա ավելի մանրամասն ուսումնասիրենք։ Ավետարան քարոզել չի նշանակում միայն խոսել։ Ավետարան քարոզել նշանակում է այդ ավետարանը ապրել։ Երբ որ դու խոսում ես ու մեկին տխուր վիճակում մի մարդու մոտենում ես ու սկսում ես մխիթարել, ասում ես գիտես Աստված քեզ սիրում է։ Արդյոք դու հավատում ես, որ քեզ սիրում է։ Տեսեք նորից մի անգամ էլ կարդամ ու շարունակեմ մի փոքր ավելին եւ ասած նրանց գնացեք բոլոր աշխարհը ու ավետարանը քարոզեք բոլոր ստեղծվածներին նա որ հավատա, այստեղ կանգ եմ առնում։ Այն խոսքերը, որ մենք պիտի խոսենք մարդկանց, կարծես թե Հիսուսը ասեր այդ խոսքերով այդ մարդկանց հավատացրեք ուղակի։ Հավատացրեք այդ խոսքերին այդ մարդկանց, որովհետեւ մի անգամ էլ գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին նա որ հավատա։ Սա չի խոսում միայն խոսելու մասին, միայն խոսելը շատ քիչ կլիներ։ Կարիք կա ավետարանը ուղղակի ապրել։ Դուք հավատում եք, որ Հիսուսը ձեզ հետ է, բայց ապրեք այնպես, որ Հիսուսը ձեր հետ է, որ Հիսուսը իսկապես նայում է ձեր կյանքին։ Գիտեք, երբ որ դուք մտնում եք միտեղ աշխատելու, ու այդ աշխատողների հետ դուք փողի համար մի հատ լավ կռիվ եք սարքում, այս մարդիկ երբեք չեն ասի, որ դու Աստված ունես։ Երբ որ դուք մտնում եք ինչ-որ մարդկանց խմբի մեջ, ինչ-որ շրջապատի մեջ ու նրանց խոսում եք Աստծո մասին ճոխ-ճոխ խոսքեր, մի դժվարության մեջ դուք ինչպես եք վարվում։ Այդ դժվարությունը ցույց կտա Հիսուսը ձեզ հետ է թե չէ, դուք հավատում եք թե չէ։ Այսինքն եթե դուք ավետարան եք տանում, առաջինը դուք պիտի հավատաք այդ ավետարանին։ Եթե ես չհավատամ, ոչ մեկը չի հավատա իմ խոսքերին։ Պատկերացնում եք, ու դու չես կարող անտարբեր ձևով խոսել Հիսուսի մասին։ Դու կբորբոքվես, կգերռաս, քո ներսի աշխարհը կուրախանա, կլցվի մի բանով, որը դուրս կգա, կբխի քեզանից ու կթափվի իրենց վրա, որովհետև դու անոթ ես, որի մեջ դրված է Հիսուսի անունը, Սուրբ Հոգին, ու նա ջրի նման եռալ գիտի, երբ որ դու նրա հետ ես, թող իր անունը փառավորվի։ Վերջին անգամ երբ ա քո մեջ եռացել Սուրբ Հոգին։ Այնքան եռացել, որ չես կարողացել ուրախությունը պահել, թափել մարդկանց վրա։ Եթե դա վաղուց է եղել, ապաշխարության կարիք կա։ Մի անգամ եմ կարդում եւ ասած նրանց գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Նա որ հավատա, այս սկիզբը շատ կարևոր մի բաժին է։ Շարունակությունը չեմ խոսի, մի ուրիշ անգամ խոսեմ շարունակության մասին։ Բայց նա որ հավատա, սրա հետ կապված է մեր կյանքի իմաստը։ Քանի հոգու հետ դու կարող ես խոսացած լինել քո կյանքի վերջում ու նրանք հավատացած լինեն։ Պողոս առաքյալը այս մարդկանց անվանում է իմ փառքի պսակ, իմ ուրախություն, իմ պարծանք։ Կարդացել եք այդ խոսքերը։ Տարբեր տեղերում գրված են այդ խոսքերը։
Ֆիլիպպեսների թղթում առաջի Թեսաղոնիկեցիների թղթում ասում է Հիսուսի գալուստի օրը, Քրիստոսի օրը ասում է դուք իմ պարծանքը կլինեք։ Հետաքրքիր է, դուք մտածել եք, որ այդպիսի պարծանք հավաքելու կարիք կա այդ օրվա համար։ Այդ փառքի պսակը ասում, չէ՞։ Այդ մարդիկ լինեն իր փառքի պսակը։ Ուրեմն պատկերացրեք, որ այն օրը, որ մեր կյանքը վերջանում է, ինչքան մարդիկ լսած ու հավատացած կլինեն, նրանք կլինեն քո փառքի պսակը։ Մտածում ես, որ կարիք կա քո փառքի պսակը զարդարելու այդպիսի գանձերով։ Դու քրիստոնյա ես, չէ՞, դու հավատում ես Աստվածաշնչյան խոսքերին։ Ճիշտ եմ ասում։ Աստվածաշնչյան խոսքերը այնպես չեն, միայն խոսելու համար չեն, կամ միայն այսպես լսելու ուրախանալու համար չեն, դրանք իսկապես գործելու համար են։ Ավետարանը գործելու իսկապես կարիք կա։ Խոսքով ու գործով քեզ հետ ապրող Հիսուսին ներկայացնելու կարիք կա։ Որովհետև նա ունի մեծ իշխանություն, արդեն խոսեցինք, չէ՞ դրա մասին։ Այն տեղերում, որտեղ դու կհանդիպես սատանայական գործերի, կարող ես այդ գործերը քանդել այդ իշխանությունով։ Դա կվկայի, որ Հիսուսը քեզ հետ է, որովհետև շարունակության մեջ հրաշքների ու նշանների մասին է գրված Մարկոսի ավետարանում։ Հիմա չեմ կարդա, բայց չէ՞ որ դրա մասին է գրված։ Գիտեք քրիստոնյաները, որ ինչ որ շրջապատի մեջ են լինում, անհավատ մարդկանց մեջ են լինում, ու ապրում են իրենց համար, վիրավորվում են այդ մարդկանցից, վիրավորում են այդ մարդկանց, ինչ որ կոնֆլիկտների մեջ են ընկնում աշխարհային բաների պատճառով, իրենք ավետարանը չեն ապրում ուղղակի։ Ավետարանը մի բան է, որ պետք է ապրել, ու դրա ապրել ասվածը իսկապես կյանք է լինում մարդու ներսում։ Իմ ուսուցիչներից մեկը այսպես էր ասում, որ ինքը գործ ունեցել մի անհավատի հետ, որ ասում է ինչքան խոսում էի չեր ապաշխարում։ Ասում է, բայց մի անգամ ուրախությունից երգում էի, մոտեցավ ասեց, գիտես, ես իսկապես չեմ հավատում քո Աստծուն, բայց տեսնում եմ, որ դու շատ լավ ես հավատում։ Լավ իրեն գուցե չեն հավատա շատերը, բայց գոնե կտեսնեն, որ դու իսկապես հավատում ես։ Բայց եթե տեսնեն քրիստոնյային մեղք գործելիս, եթե տեսնեն էգոիզմից ելած ինչ-որ սեփական շահից ու փողից ելած ինչ-որ վեճերի ու կռիվների մեջ, արդյոք ասեն, որ դու հավատում ես։ Լավ, մեկը չի հավատա, երկուսը չի հավատա, բայց ընդհանրապես եթե քո կողքի մարդիկ չեն հավատում քո տված բարի լուրին, գուցե կարիք է մի հատ կյանքը նայելու։ Գուցե ավետարանը չեմ ապրում, այլ ուղղակի խոսում եմ դրա մասին։ Մենք գիտեք ինչ ենք, ուզում եք մի ուրիշ ձևով ասեմ, մենք ինչ ենք։ Բացառեք երկրորդ Կորինթացիների թղթը, Պողոս առաքյալը գրեց Կորինթոսի եկեղեցուն, երկրորդ անգամ գրեց։ Հետաքրքիր է, որ Պողոսի եւ այս եկեղեցու միջև կար կոնֆլիկտ, դժվարություններ կային։ Բայց մեկը տեսեք ինչ է ասում, այսինքն անկախ դժվարություններից, այս մարդիկ մնում էին իրենց պաշտոնի մեջ։ Անկախ քո վիճակից, դու միշտ մնում ես այդ պաշտոնի մեջ։ 3-րդ գլխի 3-րդ խոսքը պիտի կարդամ։ Հայտնի լինելով, որ դուք Քրիստոսի թուղթն եք, մեր սպասավորությունով, ոչ թե մելանով գրված, հապա կենդանի Աստծո հոգով, ոչ թե քարեղեն տախտակների վրա, հապա սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Կորինթացիներին Պողոս առաքյալը ասում է, որ իրենք ով են, հայտնի լինելով, որ դուք Քրիստոսի թուղթն եք, կամ նամակն եք, մեր սպասավորությունով, ոչ թե գրված գրիչով, ոչ թե գրված թանակով, կամ կավիճով, այլ գրված Աստծո հոգով։ Ու դուք այդ բաց թուղթն եք։ Քրիստոնյան գիտեք ինչ պիտի լինի։ Ցանկացած տեղ անհավատների մեջ ինքը ուղղակի իր գործողություններով ու խոսքերով պիտի լինի այնպեսին, որ մարդիկ մեր վրա կարդան ավետարանը, ավելի ճիշտ մեր սրտերի մեջ կարդան ավետարանը։ Այդ բաց նամակը պիտի լինես, ու դու այդ նամակն ես, ու դու ուղարկված ես այդ նամակը տանելու մարդկանց։ Մի անգամ եմ կարդում, նայեք ինչ է գրված, հայտնի լինելով, որ դու Քրիստոսի թուղթն եք մեր սպասավորությունով։ Մի կարևոր բան ասեմ այս խոսքի մեջ։ Դուք ձեր կյանքում ունենալով ավետարանը ձեր սրտերի վրա գրված, ձեր կյանքի համար նպատակ պիտի դարձնեք, այդ գրվածը փոխանցել ուրիշ սրտերի մեջ։ Եթե Պողոսը Կորինթացիներին ասում է, որ Կորինթացիները իր ծառայությունով, իր սպասավորությունով, իր նամակն են, որ գրված է Աստծո հոգու միջոցով, պատկերացնում եք, բայց Պողոսի սրտում էլ գրվել էր ինչ-որ մարդկանց միջոցով, չէ՞։ Պողոսի սրտում էլ ինչ-որ մարդկանց միջոցով Աստծո հոգով գրվել էր այդ խոսքը։ Հետո Պողոսը նպաստեց նրան, որ իր միջոցով գրվեց Կորինթացիների սրտերում։ Հետո այդ Կորինթացիների միջոցով պիտի գրվեր ուրիշների սրտերում։ Գիտեք, այդ սրտերում գրվեց ու հասավ մեզ, սերունդներով անցավ ու հասավ մեզ ու մի օր էլ մեր սրտերում գրվեց այս ավետարանը։ Եկեք ուղղակի ապրենք ավետարանը։ Ու եթե մենք ապրենք, մենք կդառնանք այդ բաց նամակները, որ իսկապես մարդիկ նայելով մեր գործերին ու խոսքերին կկարդան Հիսուսի մասին մեր սրտերի մեջ։ Ու մենք կդառնանք այդ Աստծո կողմից ուղարկվածները։ Գիտեք, նամակը չեն գրում ու պահում միտեղ։ Նամակը գրում ու ուղարկում են։ Աստծո խոսքը, նրա ուրախությունը, նրա խաղաղությունը, Սուրբ Հոգու պատուղները կան ձեր սրտերում գրված, ուղղակի գրված են դրանք, թե չէ։ Եթե գրված են, դու կդառնաս այն նամակը, որ ուղարկված ես։ Ու որտեղ էլ լինես, ինչ վիճակի մեջ էլ լինես, քո ամենատխուր պահին, ամենադժվար պահին, դու մնում ես այդ նամակը։ Որովհետև թեկուզ տխուր ես, բայց դու վերաբերմունք ունես այդ տխրությանը։ Ու դա պատահական վերաբերմունք չի։ Դա այդ ավետարանի վերաբերմունքն է, գիտես։ Եթե կտեսնես ինչ որտեղ չի համապատասխանում, սրանք ուղղելու կարիք կլինի։
Եկեք տեսնենք երրորդ խոսքը, երրորդ ավետարանում ինչպես է գրված։ Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ։ Ղուկասը բավականին ճոխ է նկարագրում Հիսուսի հարությունից հետո Հիսուսի հարաբերությունը իր աշակերտների հետ։ Խոսում է, որ նրանց երկուսին մեկնաբալել էր գրքերը։ Տեսեք 44-րդ խոսքից պիտի կարդամ, 24-րդ գլխի։ Եվ ասաց նրանց. սրանք են այն խոսքերը, որոնք ձեզ խոսեցի, երբ դեռ ձեզ հետ էի։ Թե պետք է, որ կատարվեն այն ամենը, որոնք Մովսեսի օրենքի մեջ ու մարգարեների մեջ եւ Սաղմոսների մեջ ինձ համար գրված են։ Ուշադրություն դարձրեք, Հիսուսը Աստվածաշնչից բաներ էր մեկնաբանում, որոնք գրված են իր համար։ Ուզում եմ այստեղ մի բան կանգ առնենք էլի։ Գիտեք, քրիստոնյաները երբ որ գնում են մարդկանց հետ խոսելու, ինչի մասին են խոսում նրանց հետ։ Տարբեր քրիստոնյաներ տարբեր ձևերով են խոսում Աստծո մասին։ Այնքան բազմազան բաներ կլսեք ու ձևեր կլսեք խոսելու։ Մեկը խոսում է, չգիտեմ, իր հարազատի մասին, թե ինչպես է հարազատի կյանքում Աստված ինչ հրաշք գործեց։ Մեկը խոսում է, թե ով ինչ երազ է տեսել։ Հիշում եմ այն աստիճանի, որ մի անգամ մեկը պատմեց, ասում է իրենց եկեղեցում մեկը ապաշխարել էր, որը եղել էր նարկոման, շատ վատ վարքի մարդ, ու հանկարծ այդ մարդը ապաշխարել էր ու եկել էր եկեղեցի։ Մենք էլ շատ ուրախացել էինք, եկեղեցին ոգևորվել էր դրանից, որ այդպիսի մարդը հանկարծ դարձել է Հիսուսինը։ Ասում մենք էլ նկատեցինք, որ ուր գնում ենք, էլ Հիսուսից չենք խոսում, այդ մարդուց ենք խոսում։ Անդադ պատմում ենք, որ գիտեք, մեր մոտ այսպիսի մի մարդ է եկել ու ինքը փոխվել է։ Բայց չեն խոսում Հիսուսից։ Հիսուսը երբ որ իր աշակերտների հետ խոսում էր, նրանց սրտերի մեջ ինչ էր գրում։ Մի անգամ ենք կարդում 44-րդ խոսքը, եւ ասաց նրանց. սրանք են այն խոսքերը, որոնք ձեզ խոսեցի, երբ դեռ ձեզ հետ էի, որ պետք է կատարվեին այն ամենը, որոնք Մովսեսի օրենքի մեջ, մարգարեների մեջ ու Սաղմոսների մեջ ինձ համար գրված են։ Բոլոր բաները, ինչ որ Աստվածաշնչում գրված են Հիսուսի մասին, այս սրանք խոսելու կարիք կա։ Մարդկանց հետ սրանք խոսելու կարիք կա։ Գիտեք ինչու, որովհետև հավատքը առաջանում է ինչից, գրված Աստվածաշնչում, Աստծո խոսքը լսելուց։ Այն մարդիկ, որ չեն լսում Աստծո խոսքը, չեն կարող ճիշտ հավատք ունենալ։ Դրա համար երբ որ մարդկանց մեջ կլինես ու կուզես, որ այդ մարդը հավատա, քեզ պետք կլինի խոսել գրքից, խոսել այդ խոսքերից։ Ոչինչ, որ մարդիկ կլինեն, կասեն այդ գիրքը բաց մի արա, բայց դու շարունակիր խոսել գրքից։ Թեկուզ առանց գիրքը բացելու, բայց խոսիր գրքից, խոսիր այս խոսքերից։ Աստված այսպես է ասել ու գրված է այդ խոսքը։ Հիսուսը ինչով հաղթեց սատանային, գրված խոսքով։ Դա նման էր մի թրի, որ ամեն անգամ հենց որ ասում էր գրված է, մի հարված էր իջնում նրա գլխին, սատանայի գլխին։ Ամեն անգամ կարիք կա գրված խոսք խոսելու, որովհետև դրա վրա պիտի առաջանա մարդկանց հավատքը։ Եթե մենք խոսենք մեր տրամաբանությունից, մարդկանց հավատն էլ գուցե դառնա տրամաբանական, բայց Աստված չի ուզում այդպես։ Հիսուսը իր աշակերտներին հավատացնելու համար ամբողջ գրքերից մեկնաբանեց իր համար։ Դու էլ լավ ճանաչիր Աստծո խոսքը ու գնա ու խոսիր, դու ուղարկված ես դրա համար։ Շարունակեմ 44-րդ խոսքը տեսեք ինչ ասում 49-ն էլ։ Անժամանակ նրանց մտքերը բացեց, որպեսզի գրքերը հասկանան։ Գիտես, երբ որ դուք խոսես մարդկանց հետ, երբեք մի սպասի, որ քո ճարտարությունով, քո լավ իմանալով դուք ազդես մարդկանց վրա։ Երբեք այդպես չի լինում։ Մի անգամ Սուրբ Հոգին կպնի, այն ամենավատ խոսացված ավետարանչության մեջ անգամ կազդի։ Գիտեք ինչու, որովհետև Աստված կպավ նրան։ Ով Պողոսին համոզեց, որ Հիսուսը իրական է, որ Հիսուսը հարություն է առել, ով համոզեց։ Վերջը մարդկանց խոսքեր ինքը շատ էր լսել, որովհետև ամբողջ Երուսաղեմը լցված էր առաջի դարի եկեղեցու քարոզչությունով, բայց Սողոս անունով այդ դաժան մարդը չէր ապաշխարում ու չէր ապաշխարում։ Մինչև անձամբ հանդիպեց Հիսուսի հետ։ Մինչև լույսով իջավ իր վրա, այդ լույսը գրված արևի լույսից շատ ավելի զորավոր էր։ Այն աստիճան, որ ինքը կուրացավ այդ լույսի մեջ։ 3 օր կուրացած նստեց։ Գիտեք ինչու հավատաց, որովհետև ազդեց Աստված իր կյանքի վրա։ Երբ որ կգնաք ավետարանչության ձեր հույսը, ձեր ներսի սիրտը, մի դրեք ձեր ճարտարության, ձեր իմաստության, այ հեսա ես կգնամ կխոսեմ կապաշխարի։ Կա է չէ այդպիսի հոգեբանություն։ Որ մեկ էլ գալիս պատմում են, ինքը այսպես ասեց, ես այսպես ասեցի, ինքը այսպես ասեց, ես այսպես ասեցի, դու կողքից լսում ես ու մտածում ես, այ մի հատ ես ընդեղել մեի խոսեի։ Պես մի մտածի, ասա այ Հիսուսը մի հատ կպներ այդ մարդու սրտին, անպայման կհավատար։ Այն ամենաթույլ, չգիտեմ վատ ավետարանչություն արվածի միջոցով նույնիսկ կհավատար։ Մի անգամ էլ են կարդում, անժամանակ նրանց մտքերը բացեց, որ գրքերը հասկանան։ Ով բացեց մտքերը։ Չէ՞ որ Հիսուսը բացեց մտքերը։ Գիտեք, բոլորիս մոտ էլ պատահում է այդպիսի բաներ, ինձ հետ էլ ա եղել, որ գնում եմ խոսելու, Հիսուսի մասին պատմելու, խոսում վերջացնում եմ, հետո մեկ էլ հիշում եմ, թե ինչեր եմ ասել, ու որոշ բաներից ամաչում եմ։ Հիշում եմ իմ նոր ժամանակ, երբ որ նոր էի, այդ առաջի սիրո ազդեցության տակ, այնքան շատ էի խոսում մարդկանց հետ։ Բոլորին ասում էի, ում հատ հանդիպում էի, հիմնական շրջապատս անհավատ էին, հավատացյալ ծանոթներ չունեի, 1-2 հոգի գուցե։ Բայց այդ բոլորին պատմում էի Հիսուսի մասին, հետո գնում էի տուն, աղոթում էի, ասում էի Տեր Աստված, իրանց մտքերը փակի են, ինչ որ սխալ եմ ասել, չհասկանան։ Այն բաները, որ հանկարծ ճիշտ եմ ասել, այդ բոլոր բաների համար իրանց մտքերը բաց որ հասկանան։ Ու ասանց Աստված գործում էր, ու մարդիկ ապաշխարում էին։ Գուցե Աստծո ազդեցությունը պիտի ավելի լինի, քան մեր տաղանների ազդեցությունը։
Որովհետև գրված է, որ Հիսուսը բացեց նրանց մտքերը, որ գրքերը հասկանան։ Հիշում եմ, որ առաջի ավետարանչությունների մեջ առաջին խոսելու մեջ, որ խոսում էի անհավատների հետ, երևի մի 10 րոպե, 20 րոպեի մեջ ինչ գիտեի, ամեն ինչ պատմում էի։ Այն բոլոր հրաշքները, ամեն ինչ ինչ որ լսել էի, տեսել էի, բոլորը միանգամից պատմում էի։ Հետո մեկ էլ վերջանում էր ամեն ինչ։ 44-րդ խոսքը վերջապես։ Եվ ասաց նրանց, թե այսպես գրված է, եւ այսպես պետք է Քրիստոսի չարչարվելը, ու երրորդ օրը նրա հարություն առնելը, տեսնում եք ինչերա պետք խոսել, եւ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ, նորից բոլոր ազգերի մեջ։ Այստեղ գրված չի այդ գնացեք բառը, այդ մի բառը գրված չի, բայց այս բոլոր ազգերի մեջ է խոսում այս նույն բանի մասին։ Մի անգամ էլ ուրեմն քարոզելու հիմնական նյութը ինչ պիտի լինի 44-րդ խոսքից։ Այսպես գրված է եւ այսպես պետք էր Քրիստոսի չարչարվելը, երրորդ օրը մեռելներից հարություն առնելը եւ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվելը բոլոր ազգերի մեջ։ Որովհետեւ Աստված ազգերի մեջ խտրություն չի դնում, բոլոր ժողովուրդը իրենն են, բոլոր ովքեր ապրում են երկրի վրա։ Բայց այս բաների կարիքը կա լավ ճանաչել Քրիստոսի չարչարվելը, նրա հարություն առնելը երրորդ օրը եւ դրանից հետո նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզել մարդկանց։ Կարիք կա գնալ ասել, գիտեք, մարդիկ, իսկապես այս դեպքերը պատմական փաստեր են։ Հիսուսը իսկապես մահացել է։ Ու դրա մասին խոսում են ոչ միայն Աստվածաշունչը ու հավատացյալները, նաև անհավատներն են դրա մասին խոսում։ Միտեղ ես թողեցի մի թերթիկ, որ դուրս էի գրել միտեղից, որտեղ անհավատների վկայություններ կային, որ Հիսուսը իսկապես մահացել ու հարություն է առել։ Նրանք չէին ասում, թե Հիսուսը մահացել ու հարություն է առել, բայց նրանք այնպես էին գրում, այնպես էին խոսում այդ խոսքերը, որ դրանցից երևում էր, որ իսկապես Հիսուսը մահացել ու հարություն է առել։ Աստված հետաքրքիր գործեր է անում։ Անհավատները կարող է բողոքեին, որ այս քրիստոնյաները այնքան հավատարիմ են մնում, ինչ որ մեկին, որը իրենց կարծիքով մահացել ու հարություն է առել, բայց իրենք դրանով վկայում են հենց այդ գործերի մասին։ Գիտեք ինչու՞, որովհետև դատարկ գաղափարի այդքան հավատարիմ չեն մնում։ Տեսեք, առաքյալները, ովքեր ապրում էին Հիսուսի հետ, նրանք ականատեսներ էին, իրենց աչքով տեսել էին, թե Հիսուսի մահը, չարչարանքները ամեն ինչ տեսել էին, թե հարությունից հետո խոսել էին նրա հետ։ Եվ հանկարծ այս առաքյալները իրենց կյանքը զոհում են Հիսուսի համար։ Գիտեք ինչու՞, որովհետև իրենք շոշափել են Հիսուսին, որովհետև իրենք ճանաչել են, աչքով տեսել են, ոչ թե ինչ-որ մեկի պատմածով են լսել։ Մեզ համար դա գիտեք ինչ է նշանակում։ Եթե իրենք խաբեին մարդկանց, ուղղակի փորձեին խաբել, ելնելով էգոիզմից, իրենք չէին ապրի վատ սոցիալական պայմաններում։ Պողոսը չէր ասի, ցրտի մեջ, մերկության մեջ, այդպիսի պայմաններում չէր ապրի, բայց ծառայեր Հիսուսին ու նրա ժողովրդին։ Նկատում եք, այս մարդիկ իսկապես ապրած էին։ Երբ որ Պետրոսին տանում էին խաչելու, չէր ասի, ես արժանի չեմ նրա նման խաչելու, ինձ գլխի վար խաչեք, ու իրեն գլխի վար խաչեցին։ Գիտեք ինչու՞, որովհետև իրենց համար Հիսուսը իրական էր։ Այս մահն ու հարությունը իրականություն էր իրենց համար։ Լավ, գուցե մենք ֆիզիկապես աչքերով չենք տեսել, ու ֆիզիկապես մեր ձեռքերով Հիսուսին չենք շոշափել, բայց դուք հանդիպել եք Հիսուսի հետ, թե ոչ։ Այդ ձեր հանդիպումները պատմեք Հիսուսի հետ, դրանք մեծ նշանակություն ու մեծ արժեք ունեն։ Պատմեք ինչպես Հիսուսը կենդանի ձևով հայտնվեց ձեզ, ինչպես հաղորդակցվեցիք նրանց հետ։ Չի նշանակում, որ ձեր պատմածի պատճառով բոլորը կապաշխանեն, բայց դուք կհավաքեք մարդիկ, ովքեր ձեր փառքի պսակը կզարթանեն այն օրը, ովքեր ձեր պարծանքը կդառնան այն օրը։ Վերջը Հիսուսը պիտի գա, չէ՞։ Այն Հիսուսը, որ մահացավ, հարություն առավ ու գնաց երկինք, մի օր նույն ձևով պիտի գա, չէ՞։ Մենք հավատում ենք դրան։ Օ, իր անունը փառավորվի, փառք Հիսուսին։ Եվ մի բան էլ, որ շատ կարևոր է, որ պետք է ապացուցել կամ փաստել մարդկանց մեջ, նրանց պետք է ասել, որ դուք մեղավոր եք, բայց ձեր մեղքերին թողություն կա, եթե հավատաք Հիսուսի հարությանը։ Դուք իսկապես մեղավոր եք, կամ մի մարդ, որ մեղավոր չի։ Մեկ էլ մարդիկ սկսում են արդարանալ, սկսում են ասել, չէ, ես գիտես մանկությունից, այնքան արդար, միայն բարիքներ գործող, ասում եմ Հիսուսը քեզ այդ գործ չունի։ Ինք ասեց, ես եկել եմ մեղավորների համար։ Մարդը անմիջապես նախանձաշարժում, ինչպես Հիսուսը ինձ այդ գործ չունի, ես այսքան լավն եմ, որ Հիսուսը ինձ ընդունի, մեկ էլ Հիսուսը ինձ այդ գործ չունի, բայց իսկապես այդպես է, գիտեք։ Փարիսեցիները հանդիմանում էին Հիսուսին նրա համար, որ ինքը, այսինքն խոսում էին, բամբասում էին Հիսուսի դեմ նրա համար, որ ինքը մեղավորների մոտ էր մտնում ու նստում։ Բայց այդ փարիսեցիները Հիսուսի կարիքը չունեին։ Իրենց գործերը իրենց բավարար էին։ Իրենց արդարությունը, իրենց աչքի պատկերացրած, իրենց բարի լինելը իրենց բավարար էր։ Դրա համար Հիսուսը նրանց կողքին չէր նստում։ Դրա համար Հիսուսը գնում էր այն մարդկանց մոտ, ովքեր գիտեն, որ իրենք մեղավոր են։ Բայց միայն գիտեն, որ իրենք մեղավոր են, սա շատ քիչ էր։ Կարիք կար, որ իմանալուց հետո ապաշխարության քայլ անեին։ Մի հատ նվիրման քայլ անեին։ Մի հատ ասեին, Տեր իսկապես մեղավոր եմ, փրկիր ինձ։ Մեզանից եթե մեկը կա, որ այսպեսի ճանապարհ չի անցել, ուրեմն ինքը դեռ տեղ չի ասել։ Մի բան նայիր քո կյանքին, որովհետև մարդիկ կան, որոնց հետ խոսում ենք, մեկ էլ իրենց ցույց են տալիս, որ իրենք մանկությունից հավատացյալ են եղել, կարծես թե։ Այնքան մաքուր են ապրել, որ Հիսուսի կարիքը չեն ունեցել։ Նման մարդիկ իսկապես երկնքի հետ գործ չունեն։
որովհետև Աստված միայն մի ճանապարհ է դրել, ապաշխարությունով Հիսուսի խաչով գնալ դեպի երկինք։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Մի բան նայեք ձեր կյանքին, դուք տեսնում եք այն կետը, որտեղից շրջվեցիք դեպի Աստված։ Տեսնում եք այն կետը, որտեղից ձեր համար հարազատ դարձավ Աստծո խոսքը, որտեղից դուք սկսեցիք սիրել Աստծո խոսքը, որտեղից դուք սկսեցիք սիրել Աստծո մասին երգերը, որտեղ դուք սկսեցիք հավանել Աստծո ժողովրդի հետ հաղորդակցությունը, այստեղ ձեր կյանքը սկսվեց։ Դրանից առաջը կյանք չէր, մահ էր։ Եթե իսկապես ճանաչես դրանից առաջ եղած մեղքերի խորությունը, կզզվես ուղղակի անցյալի կյանքից ու կտեսնես, որ դրանք բոլորը եղել են դիվական, ըս աշխարհինը, ոչ թե Աստծունը։ Մի անգամ էլ եւ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեց բոլոր ազգերի մեջ, գրված է Երուսաղեմից սկսած։ Ինչ էր գրում մեծ խոսքը Ղուկասը։ Սուրբ Հոգին ինչու ազդեց Ղուկասի վրա, որ նա անպայման գրեր Երուսաղեմից սկսած։ Գիտես, երբ որ դու քո ամենամոտիկ մարդկանց չես կարողանում վկայել, երբ որ դու քո ամենամոտիկ մարդկանց չես կարողանում ցույց տալ ավետարանը, ուր գնաց հեռու տեղեր։ Գիտեք, մեկ-մեկ քրիստոնյաները ինչու են ուզում հեռու տեղ գնան ու հեռու տեղում քարոզեն, որ մտածում են այնտեղ մարդիկ իրենց չեն ճանաչում։ Ու ինչ որ ասեն, մարդիկ հեշտությամբ կհավատան ու կընդունեն։ Ներքին ենթագիտակցորեն այսպիսի մի միտք է գործում մարդկանց մեջ։ Իսկ կողքիններս գիտեն, թե ես ինչ մեղքեր եմ գործում, դրա համար իրենք չեն հավատում։ Այն մարդիկ են կոլեկտիվը, որտեղ աշխատում եմ, այն ընկերական շրջապատը, որոնց հետ հաղորդակցվում եմ, նրանք չեն ընդունում ավետարանը, գիտես ինչու՞։ Որտեղ տեսնում են իմ մեղքերը, դրա համար չեն ընդունում։ Ու մարդը միշտ մտածում է գնամ մի ուրիշ տեղ ավետարան քարոզեմ։ Այնտեղ ինչ չեն ճանաչում։ Ինքը չի ասում ինչ չեն ճանաչում, այս բաները չի ասում, բայց ներքուստ մարդկանց մեջ կարծես խոսում է այս բանը, այստեղ սխալներ եմ գործել, այստեղ մեղքեր եմ թույլ տվել։ Դրա համար մարդիկ չեն հավատում։ Ոչ թե պետք է փախնել մեղքերից, այլ պետք է առաջին ինքդ անցնես մի հատ ապաշխարության գծով։ Գիտեք, մարդիկ հաճախ մտածում են, որ եթե իրենք իրենց մեղքը ընդունեն, մարդկանց աչքից կընկնեն։ Գուցե անհավատների մեջ այդպես էլ լինի, անհավատը անհավատների մեջ այդպես էլ լինի, բայց Աստծո մարդը ամենտեղ հակառակն է այդպեսին չի։ Նույնիսկ անհավատների մեջ, եթե դու ընդունես քո մեղավորությունը ու փոխես քո կյանքը, Աստված կազդի այդ մարդկանց վրա ու քեզ կբարձրացնի։ Որքան պայքարես անհավատների մեջ ցույց տալու, որ դու յուրահատուկ ինչ-որ մի անձնավորություն ես, որ դու գիտես մյուսներից, չգիտեմ, ամենալավն ես, այսպեսի ինչ-որ մի բաներ, այնքան դու ավելի իջնելու ես նրանց աչքին, ընկնելու ես նրանց աչքին։ Կարին կա, որ իսկապես մի հատ առաջինը դու նայես, տեսնես, ասես իսկապես ունեմ մեղքեր, որոնք ինձ խանգարում են այս մարդկանց ավետարանը ցույց տալ, որոնք հակում են այս մարդկանց աչքերը ու թույլ չեն տալիս, որ նրանք իմ կյանքում ավետարանը տեսնել, եթե կան, ապաշխարեմ դրանցից, ու հենց ապաշխարից Աստված կազդի իրենց վրա։ Սա աստվածաշնչյան ճշմարտություն է։ Եթե մեկը ասում ապաշխարում եմ, բայց չի ազդում, ից այնպես չի ապաշխարում, ինչպես պետք է ապաշխարի։ Մի անգամ էլ քննիր քո կյանքը։ Եկեք մի անգամ էլ կարդամ, եւ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Երուսաղեմից սկսած Երուսաղեմն հարազատ վայրն էր հрьяաների համար, որտեղ իրենք հեշտությամբ կարող էին ավետարանել։ Եթե իրենց սեփական ժողովրդին չկարողանային ավետարանը ցույց տալ, հեթանոսներին ինչպես ցույց կտային, շատ ավելի դժվար կլիներ։ Հաստատ Պետրոսը այնտեղ խոզի միշտ չէր ուտի, ու հեթանոսները իրենից հեռու կմնային։ Դրա համար պետք էր իրեն մի հատ առաջ իր մշակույթի մեջ, իր ժողովրդի մեջ մի հատ ցույց տալ ավետարանը, ցույց տալ, որ ես էլ ձեր հետ եմ, որ ես էլ ձեր մեջ եմ, նույն պայմանների մեջ եմ, բայց ես ուրախ եմ, որովհետև Աստված եմ, որը իր որդուն ուղարկեց, որը մահացավ ու հարություն առավ, այսա ապաց ցույց տալ։ Ես էլ ձեր հետ եմ, ապրում եմ նույն պայմանների մեջ, նույն Հայաստանում, նույն տնտեսական, չգիտեմ, այդ բոլոր վատ վիճակների, նույն ձևով մարդիկ ինձ են վիրավորում, ինչպես ձեզ են վիրավորում անհավատներ, այս բաները ցույց տալ, բայց ես իրենց վիրավորանքներին ուրիշ ձևով եմ պատասխանում, դուք ուրիշ ձևով եք պատասխանում։ Ես աշխատում եմ այն նույն վայրում, որտեղ ինչպես ձեզ փող չեն տալիս, այնպես էլ ինձ փող չեն տալիս, բայց ես դրան վերաբերվում եմ ուրիշ ձևով, դուք վերաբերվում եք ուրիշ ձևով, այս տարբերությունը պիտի ցույց տալ։ Սա սրտանց անել, ոչ թե ձև անել այդ մարդկանց առաջ, որովհետև ձևի մեջ Աստված չկա, իսկ սրտանցի մեջ Աստված կա, որովհետև նա մեր սրտերում կա։ Սկսած Երուսաղեմից, նայեք ձեր ամենամոտիկ վայրը ու սկսեք այդտեղից ավետարանչություն անել։ Ցույց տալ ավետարանը, ներկայացնել ավետարանը, որովհետև դու այն թուղթն ես, որի վրա գրված է Աստծո հոգու միջոցով։ Եկեք մի անգամ էլ կարդամ այս խոսքը։ Եվ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած, եւ դուք եք այս բաների վկաները։ Վկա, սա քո կոչումն է։ Եթե այնտեղ քո անունը թուղթ էր, միտեղ անուն էր, միտեղ թուղթ էր, որի վրա գրված էր Աստծո հոգով Աստծո խոսքերը, միտեղ անոթ էր, որի մեջ կար Աստծո ներկայությունը, Հիսուսի ներկայությունը ու նրա անունը կար ու պիտի տանեիր, այստեղ ասում է դու վկա ես։ Ու կարևոր չի դու որտեղ ես գտնվում, դու մնում ես վկա, սա քո կոչումն է Աստծո կողմից։ Գիտես ինչին են վկա լինում։ Վկա են լինում մի բանի, որը տեսել են։ Մի բան, որը չես տեսել, ինչ վկա լինես։
Այս տեսնելու հետ կապված ուզում եմ մի խոսք ցույց տալ, գրված է Գործք առաքելոց գրքում։ Բացառեք ինձ հետ, տեսեք վկայությունը ինչ բան է, 22-րդ գլուխը։ Այստեղ Պողոսը պատմում է իր առաջին հանդիպումը Հիսուսի հետ։ Հրեաներին նա պատմում, ասեն պահներ, որ իրեն առաջին անգամ ձերբակալեցին, ու իրեն ձերբակալող զինվորականը ուզում էր, որ իրեն ծեծեն ու իմանան ծեծելու միջոցով, թե ինքը ինչ հանցանք է գործել, որ ժողովուրդը այդպես իրեն դեմ են դուրս եկել։ Ու ինքը խնդրեց, ասեց, թույլ տուր ինձ, որ խոսեմ այս ժողովրդի հետ։ Հետարքիր է, որ զինվորականը թույլ տվեց։ Մենք հավատում ենք, որ սա Աստծո ներգործությունն էր, որ բացեց ավետարանչության ճանապարհը։ Եվ Պողոսը շղթայված, ծեծված, պատկերացնեք ինչպիսի վիճակում էր։ Ու ինքը այդպիսի վիճակում գրված է մի քիչ բարձր աստիճանների վրա կանգնեց ու սկսեց հրեաների հետ խոսել եբրայերեն լեզվով, իրենց հասկանալի լեզվով, ու պատմեց իր առաջին հանդիպումը Հիսուսի հետ։ Այդ պատմելու մեջ ինքը մի կարևոր բան է ասում։ Ուզում եմ կարդալ 14-15 խոսքերը 22-րդ գլխում։ Սա այն պահն էր, որ Անանյան ձեռք էր դրել Պողոսի վրա, որպեսզի իր տեսողությունը վերադառնա։ Ասում է, ես էլ նույն ժամանակ վեր նայեցի իրեն, եւ նա ասաց. «Մեր հայրերի Աստվածը առաջվանից քեզ ընտրեց, որպեսզի իր կամքը ճանաչես, այն արդարին տեսնես ու նրա բերանից ձայն լսես, որովհետև բոլոր մարդկանց առջև նրան վկան պիտի լինես, այն բաների համար, որոնք տեսար ու լսեցիր»։ Ուրեմն վկան ինչպիսին է լինում։ 3 կարևոր չափանիշ, որ գրված է 14-րդ խոսքում։ Նրա կամքը ճանաչես, այն արդարին տեսնես ու նրա բերանից ձայն լսես։ Այս է լինում վկան։ Դու ունես հաղորդակցություն Հիսուսի հետ, հաղորդակցությունը ամենօրյա ու մշտական հաղորդակցություն է ու գնալով ավելի ու ավելի զարգանում է։ Դու ավելի ու ավելի պիտի ճանաչես Աստծո կամքը։ Գիտեք ինչ է նշանակում Աստծո կամքը ճանաչել։ Ճանաչել բառը սա ուղղակի իմանալը չի։ Ճանաչել բառը դա սրտով, խորը, հասկանալով ճանաչելն է։ Օրինակ, եթե տեսնես մի անհավատ մեղք է գործում, դու քո մեջ պիտի սարսափես դրա համար։ Այդ մարդու արածի հետևանքի համար քո մեջ սարսափ պիտի ապրես։ Ոչ թե առհամարական նայես վերևից, ասես այդ այնց դու մեղք ես գործում, իսկ ես գիտես ով եմ, Աստծո որդի։ Այդպես չի լինում։ Այդ դեպքում չես ճանաչում Աստծո կամքը։ Ճանաչելը մի ուրիշ բան է, ճանաչելը մի բան է, որը ապրում է մարդ։ Ինչ որ ճանաչում ես ու խորն ես ճանաչում, դու ապրում ես դրանով։ Տեսեք ինչ է ասում, նրա կամքը ճանաչես, այն արդարին տեսնես։ Այստեղ խոսքը տեսիլքի մասին չի։ Այստեղ խոսքը այնքան մոտիկ հարաբերության մասին է, որը հավասար է դառնում տեսնելուն։ Երբ որ Հոբը Աստծո հետ հանդիպում ունեցավ, ինքը ֆիզիկապես ոչինչ չտեսավ, բայց ասեց, գիտեք ինչ խոսքեր, ասեց առաջ ականջի ծայրով լսել էի քո մասին։ Հիմա աչքս է տեսնում քեզ, բայց ինքը չէր տեսնում ֆիզիկապես ոչինչ։ Իսկապես անկեղծ եմ ասում, փորձեք մոտենալ, խորը ճանաչել, ստեղծել մտերիմ հարաբերությունը, դուք կկանգնեք, ասեք տեսնում եմ Հիսուսին։ Ֆիզիկապես չեք տեսնի, մարդիկ ձեզ չեն հասկանա, բայց ես կհասկանամ։ Որտեղ մեկ-մեկ ես եմ ասում, որ տեսել եմ Հիսուսին, որ տեսնում եմ Հիսուսին, որտեղ պահեր են լինում, որ այդ մտերմությունը կամ Աստծո ներկայության ուժը այնքան է մեծանում, որ հավասար է դառնում տեսնելու։ Իսկապես հավասար է դառնում տեսնելու։ Սա երևակայություն չի, սա պատկերացում չի, սա ուղղակի ճանաչել է նշանակում։ Դու գործողություն ես անում ու գիտես Աստված ինչ աչքերով նայեց այդ գործողությանը։ Հաճախա որ տեսար։ Նկատում եք ինչի մասին է խոսքը։ Դու մի բան ես խոսում, ու այդ խոսելու ժամանակ նաև հենց նույն պահին կարող է դու հասկանաս, որ Աստծո դուրը չեկավ, նրա աչքերը մի քիչ տխրեցին, կամ մի ուրիշ բան ես խոսում, մեկ էլ տեսնում ես, որ Աստծո աչքերը ուրախացան։ Ֆիզիկապես չես տեսնում, բայց ներքուստ հասկանում ես, ճանաչում ես, որ դրա ետևում Աստված ինչպես կվերաբերվեր դրան։ Այս է ճիշտ տեսնելը։ Ոչ թե մարդիկ մեկ էլ գալիս ասում են, ես ինքան եմ ուզում Հիսուսին տեսնեմ։ Գրված է երան նրանց, որ չտեսած են հավատում։ Երանելի ես, որ չես տեսել ու հավատարիմ ես մնում։ Մի անգամ եմ կարդում ես խոսքը, որ նրա կամքը ճանաչես, այն արդարին տեսնես եւ նրա բերանից ձայն լսես։ Սա էլ մեր ֆիզիկական ականջները չեն լսում։ Սա լսում են մեր սրտի ականջները։ Եվ ասեմ մեկ-մեկ ես ձայնը այնքան բարձր է լինում, որ քեզ թվում է թե դու ֆիզիկապես լսեցիր։ Նայում ես կողքերդ, ասում ես ուրիշ ոչ մեկը չի լսել, ես ոնց կլինի բա։ Հետևաբար դու ֆիզիկապես չես լսել, ներքուստ ես լսելու այնքան բարձր։ Գիտես ինչու, որովհետև Աստված ուզում է խոսի քեզ հետ։ Որովհետև ինքը ավելի շատ է ձգտում քեզ հետ խոսելու, քան թե դու ձգտում ես իրեն լսելու։ Մենք կանչված ենք Աստծո հետ հաղորդակցության։ Երբ որ դու կունենաս հաղորդակցություն, դու կդառնաս իր վկան։ Տեսեք 15-րդ խոսքում է գրված. «Քանզի բոլոր մարդկանց առջև նրա վկան պիտի լինես այն բաների համար, որոնք տեսար ու լսեցիր»։ Այսինքն դու կդառնաս անձամբ, շոշափած, տեսած, լսած մարդ, որ կարող ես ասել. «Այո, ես տեսել եմ, լսել եմ, խոսել եմ Հիսուսի հետ, ինքը ինձ էսպիսի բաներ է ասել»։ Ու սա իրականություն է կյանքում։ Ու դու վկա կլինես։ Վկան լինում է այն մարդը, ով իսկապես ներկայ է եղել, տեսել է իրականությունը, ու նրա վկան է լինում։ Տարիներ առաջ հիշում եմ մի շատ բուռն լցված մի անձնավորություն, Աստծո հոգով լցված մի անձնավորություն,
պատմում էր, թե իր հանդիպումը ինչպես ա եղել Եհովայի վկաների հետ։ Ասма խոսեցինք, մեկ էլ պարզվեց, որ իրենք Եհովայի վկա են։ Ասացի դուք Եհովայի վկա եք։ Դուք Եհովային տեսած կաք, նրա ձայնը լսել եք։ Այդ ես եմ Եհովայի վկան։ Ինքը շատ բուռն էսպես պատմում էր։ Այդ ես եմ վկան, որովհետև ամեն օր նրա հետ հաղորդակցվում եմ, որովհետև նրանից լսում եմ, ես եմ այդ վկան։ Թե չէ մարդը, որ միայն լսելով լսել է նրա մասին, նա վկա չի կարող լինել։ Պողոսի հետ հանդիպեց Հիսուսը հենց դրա համար, ասես բոլոր ազգերի մեջ վկա պիտի լինես։ Մի անգամ նայեք 15-րդ խոսքին, որովհետև բոլոր մարդկանց առջև, առանց սահմանափակումների, դու ամենտեղ վկա ես։ Բոլոր մարդկանց առջև նրա վկան պիտի լինես։ Կարևոր չի դու հավատացյալների մեջ ես թե անհավատների, դու մնում ես վկա։ Կարևոր չի դու նեղության մեջ ես թե լնության մեջ ես, դու մնում ես Հիսուսի վկան։ Ուզում ես ալնել։ Կարևոր չի դու ճոխ թագավորական պալատում քեզ գլխի վրա ընդունել են թե բանտում քեզ շղթայել են։ Երկու տեղում էլ դու մնում ես վկա։ Պատկերացրեցիր, քո պաշտոնը իրադրությունից չի փոխվում։ Քո պաշտոնը կամ քո կոչումը քո սեփական վիճակից չի փոխվում։ Երբ որ դու տխուր ես, դու էլի վկա ես։ Գիտես ինչի, որովհետև վկայում ես մարդկանց, թե ինչպես Հիսուսը կվերաբերվեր այդ տխրությանը։ Երբ որ նեղության մեջ ես, էլի վկա ես, ու ավելի լավ վկա ես, որովհետև նեղության մեջ ավելի ցայտուն է լինում տարբերությունը։ Թող իր անունը փառավորվի։ Եկեք վերադառնանք Ղուկաս ավետարան 24-րդ գլուխ, մեր տեքստը շարունակենք։ 48-րդ խոսքում գրված է այսպես, որը արդեն խոսեցինք։ Ու դուք եք այս բաների վկաները։ 49-րդ խոսքում գիտեք ինչ է գրված։ Ահա, ես հորս խոստումը ձեր վրա եմ ուղարկում, բայց դուք Երուսաղեմ քաղաքի մեջ նստեք, մինչև վերից զորություն առնեք ձեր վրա։ Այս պատգամը կարիք կա, որ ամեն քրիստոնյա ամուր պահի իր սրտի մեջ։ Ասում եմ, բայց դուք նստեք Երուսաղեմ քաղաքի մեջ, դեռևս ոչ մի տեղ մի գնացեք, մինչև վերևից զորություն կառնեք։ Գիտես, երբ որ քո կյանքում կտեսնես, որ մի բան կա քո կյանքում, որ խանգարում է, որ դու գնաս ու ճիշտ վկա լինես, դու պիտի չգնաս։ Մտիր քո Երուսաղեմը, քո ներքին սենյակը գրված է դուռը փակիր քո հետևից ու սպասիր այնքան, մինչև այդ խանգարողը կմեռնի երկնքից իջած զորության տակ։ Մինչև այդ քո ներսում խանգարողը, ինչ որ կա խանգարող, իսկապես կմեռնի երկնքից իջած զորության տակ։ Դուք զորությունը առել եք, բայց դա չի նշանակում վերջնական եք առել։ Դուք դեռ շարունակական լցվելու կարիք ունեք։ Դուք կտեսնեք, որ բոլոր մարդկանց առաջ վկա լինելուն հաճախ կխանգարի ձեր ամոթը։ Մտիր քո Երուսաղեմը։ Երուսաղեմը Աստծո քաղաքն էր, չէ՞։ Այն վայրն էր, որտեղ գնում էին մարդիկ երկրպագության համար։ Մտիր քո Երուսաղեմը ու սպասիր այնքան մինչև վերևից զորություն կգա ու քո ամոթը կմեռնի։ Երբ որ կտեսնես քո փող սիրելը այնպիսի կոնֆլիկտներ առաջացնում, որ չես կարողանում վկայել, մտիր Երուսաղեմը ու այնքան նստիր այդ Երուսաղեմում, մինչև վերից իջած զորությունը քանդի քո մեջ այդ փողասիրությունը, եսասիրությունը, վիրավորվածությունը, այն բաները, որոնք խանգարեն, որ ավետարանը կարդան մարդիկ քո մեջ։ Երբ որ կտեսնես, որ ինչ որ աշխարհային ցանկություններ խանգարում են, դրանք մարդիկ ավելի հեշտ են տեսնում, քան թե ավետարան են տեսնում քո մեջ, մտիր քո Երուսաղեմը, դուրս չգաս այնտեղից։ Սա ամենակարևոր բաժինն է։ Գիտեք ինչու՞։ Որովհետև առանց անձնական հաղորդակցության Աստծո հետ դուք վկա լինել չեք կարող։ Ոչ ես, ոչ դուք, ոչ մի մարդ չի կարող վկա լինել։ Մեզ պետք է լինի հանդիպել նրա հետ։ Մեզ պետք է լինի այդ զորության համը առնել։ Մեզ պետք է լինի թե ինչպես երկնքից իջած զորությունը կքանդի մեր մեջ եղած էգոիստական, աշխարհային, սատանայական կառույցները, ու մենք դուրս կգանք մարդկանց մեջ մի նոր կառույցով։ Երբ որ քեզ վիրավորող մարդուն կարող ես սիրել ու ծառայել նրան, այսպիսի դիրքով դուրս կգաս, բայց սրա մի բան կա, քո ներքին սենյակը մտիր։ Նստիր Երուսաղեմում դուրս չգաս, մինչև այդ բաները տեղի չունենան քո մեջ։ Նկատել եք Հիսուսը ինչ էր անում։ Մարդկանց մեջ խոսում էր, շատ մարդ էր հավաքվում, ինքը չէր հրապուրվում այդ շատ մարդկանցով։ Եկել բոլորին ճանապարհ էր դնում, ու գնում էր մենակ էր մնում, աղոթում էր։ Գիտեք ինչու։ Կարիք ուներ նոր լիցքավորման, որպեսզի նորից դուրս գար մարդկանց մեջ։ Երբ որ Հիսուսը իր աշակերտներին ասեց, ահա ես իմ հորս խոստումը ուղարկում եմ ձեր վրա, սա Սուրբ Հոգու մկրտությանն էր վերաբերվում։ Բայց դուք Երուսաղեմ քաղաքի մեջ նստեք, մինչև վերևից զորություն առնեք ձեր վրա։ Շատ հաճախ, երբ որ դուք կլինեք մարդկանց մեջ, մեկ էլ կնայեք ձեր սրտում, ու մեկ էլ կտեսնեք, որ այդ զորությունը իսկապես չկա։ Կարծես թե դուք սպունգ եք եղել, որ այդ ներծծված Աստծո զորությունը, հոգին արդեն քամել եք մարդկանց մեջ լինելով, բոլորը ծախսել ու տվել եք մարդկանց։ Նորից կարիք է գնալ մտնել, ներքին սենյակը փակվել, լցվել լիքը, դուրս գալ։ Երբ որ լցված այդ յուրահատուկ լիցքով դուրս ես գալիս, այդ պահին քեզ կվիրավորեն, քեզանից փող կգողանան, ինչ կլինի, քո վրա չի ազդում բոլորովին։ Չեք նկատել այդպիսի բան։ Ինչու մշտական չպահել ես լիցքավորվածությունը։ Ինչու անընդհատ Երուսաղեմում չանցկացնել մեր օրերը, վայրկյանները, ժամերը, ու անընդհատ դուրս գալ այն ժամանակ, երբ որ պետք է վկա լինել։ Ես չեմ ասում աշխատանքի չգնալ։ Ես ճիշտ հասկացեք։
Բայց դու կարող ես գնալ աշխատանքի, միաժամանակ լծվել, որովհետև անընդհատ Աստված քեզ հետ է։ Հիսուսը խոստացավ մինչև աշխարհի վերջը քեզ հետ է։ Դարձիր գնացող, դարձիր այդ նամակը, որ մարդիկ հեշտությամբ քո վրա կարդան ավետարանը։ Դարձիր այն անոթը, որ Հիսուսի անունը կտանես այդ հանոցներին։ Դարձիր այն մարդը, որ կմնաս ներքին Երուսաղեմ այնքան, մինչև լավ կլծվես Աստծո ներկայությունով ու դուրս կգաս։ Ուզում ես գնա հրամանին ենթարկվել։ Հիմա քեզ մի բան եմ ասելու։ Դες բոլորը լսեցիր։ Մինչև հիմա կարծում եմ նորություն չեմ ասել, ու դու բոլորը գիտեիր էլ։ Բայց որքանով քեզ տեսար քո ներքին կյանքը, քո ապրած կյանքը համապատասխանես խոսքին։ Եթե ինչ որտեղ դա չէր համապատասխանում, քանի դեռ մարմնի մեջ ես ուղղելու հնարավորություն ունես, ժամանակը մի ուշացրու։ Չգիտես որ ակնթարթին Հիսուսը կգա, չգիտես որ ակնթարթին քո կյանքի թելը կկտրվի։ Ես իրականություն եմ ասում։ Ես ոչ թե վախացնել եմ ուզում, այլ իրականություն եմ խոսում։ Հասկանում եք ինձ։ Քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակ, այսինքն միշտ էլ մարդիկ ապրել են այնպիսի ժամանակներում, որ չգիտեն որ պահին իրենց կյանքի թելը կկտրվի։ Դրա համար ամեն վայրկյանը ապրում են որպես թե վերջինը, որ հաջորդ պահին պիտի կանգնեն Աստծո առաջ։ Ուրեմն, եթե մի բան տեսաք, որ չի համապատասխանում այս խոսքին, որը դուք հիմա լսեցիք, դուք լրիվ հնարավորություն ունեք Ղուկասի ավետարանի 24-րդ գլխում գրված խոսքերը իրականացնելու։ Մի հատ ապաշխարելու այն անցյալից, որ ճիշտ չեմ ապրել, ու որոշում կայացնելու, որ սրանից հետո իսկապես քովական պիտի դառնամ։ Ու կյանքից բոլոր վայրկյանների մեջ պիտի լինեմ քովական, ինչ էլ որ լինի իմ կյանքում։ Համաձայն եք սրա հետ։ Ուրեմն ոտքի կանգնիր,